Բարև ChatGPT, խնդրում եմ գրիր կարճ աղոթք իմ ընտանիքի համար։ Տեր, պահպան իմ ընտանիքն անվտանգ, միասնական եւ լցված քո սիրով։ Ամեն։ Կրոնն ու թվային տեխնոլոգիաները առաջին հայացքից անհամատեղելի են։ Սակայն շատ հավատացյալներ եւ ծրագրավորողներ կասեին հակառակը։ Եկեք պարզենք, թե ինչ տեխնոլոգիաներ կան այս ոլորտում եւ արդյոք դրանք օգտակար են։ Արհեստական բանականության միջոցով կրոնական ուղղորդումներ ստանալու գաղափարը արդեն իսկ փորձարկվել է շատերի կողմից։ Միացյալ Նահանգներում գործող այս համայնքը ChatGPT-ին նույնիսկ պատվիրել է եկեղեցական մի ամբողջ ծառայություն։ Արդյոք սա պարզապես հնարք է, թե հավատքի ապագան։ Փաստն այն է, որ շատ մարդկանց համար սմարթֆոնները առաջարկելով անհատական խորհրդատվություն եւ հոգեվոր առաջնորդություն կարող են դառնալ իրական աջակցության միջոց դժվարին պահերին։ Հայդելբերգի համալսարանի կրոնագետ Ինկե Պրոլը շատ լուրջ է վերաբերվում հավատքի, հոգևոր կյանքի եւ տեխնոլոգիայի հատումներին։ Մենք ունենք հոգեմտավոր հսկայական դաշտ, անմահության եւ ինքնակատարելագործման ձգտում, որը ես եւս կկոչեի կրոնական։ Եվ հենց այս դաշտում է, որ արհեստական բանականությունը մեծ դեր է խաղում։ Այսօր հավատացյալների համար ստեղծված են բազմաթիվ հավելվածներ, որոնք խոստանում են հեշտացնել կրոնական առօրյա կյանքը։ Դրանք կարող են հիշեցնել աղոթքի ժամերը, ուղարկել ներշնչող հատվածներ Ղուրանից, կամ ուղևորության ընթացքում օգնել ուսումնասիրելու Թորա կամ Աստվածաշունչ։ Կրոնական տեքստերի համալիր տվյալները կարելի է ակնթարթորեն հասանելի դարձնել։ Օրինակ, այս AI-ով աշխատող ռաբբիի միջոցով։ Ծրագիրը գործում է ChatGPT-ի նմանությամբ։ Դուք կարող եք վիրտուալ ռաբբիին հարցնել ցանկացած նա միշտ հասանելի է։ Իհարկե, կարող են լինել նաև սխալներ։ Արհեստական բանականության հնարավորությունները կրոնական կյանքում գրեթե անսահման են։ Օրինակ, կարելի է մատուցել վիրտուալ եկեղեցական ծառայություններ կամ անմիջապես զրուցել կրոնական առաջնորդների հետ։ Իսկ ինչ կասեք հենց Հիսուսի հետ խոսելու մասին։ Այս արհեստական Հիսուսը, որը մշակվել է Լյուցերնի կիրառական գիտությունների համալսարանում, փորձարկվել է նույն քաղաքի Սուրբ Պետրոսի մատուռում։ Նա նման է ChatGPT-ին, սակայն մարզվել է Աստվածաշնչի տեքստերի վրա։ Փորձնական փուլում կամավորները նստել են խոստովանատանը, մորուքով ռոբոտի դիմաց եւ նրան հարցեր ուղղել։ Արձագանքները հիմնականում դրական էին։ Նա հաստատեց իմ պատկերացումները կյանքի մասին, օգնեց ինձ այն հարցերում, որի մեջ ծագել էին։ Ճիշտն ասած, մտածում էի, որ սա պարզապես հնարք է։ Ընդամենը 2 ամսվա ընթացքում AI-ի Հիսուսը վարել է մոտ 900 զրույց։ Շատերը դա դրական փորձառություն են համարել, բայց ոչ բոլորը։ Ոմանք նրա պատասխանները համարել են խուսափողական։ Սակայն ի տարբերություն պատմական Հիսուսի, այս մեկը գոնե կարող է նստել քո դիմաց եւ պատասխանել հարցերիդ։ Նա նույնիսկ ստանձնել է հոգեվոր հովության դեր։ Արդյոք այս ամենը չափազանց լավ չէ, որպեսզի ճշմարիտ լինի։ AI-ը նաև ստեղծում է ներառական փորձառություններ, որոնք մենք ասոցացնում ենք տրանսցենդենտալ եւ կրոնական զգացումների հետ, եւ այստեղ առաջանում է գլխավոր հարցը. արդյոք սա իրական է։ Դե շատ կրոնագետներ այդքան էլ համոզված չեն։ Սա մեզ հեռացնում է այն սցենարից, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ կրոն։ Միաժամանակ այն կրոնին կրկին կենտրոնական դեր է տալիս, իսկ կրոնական մարդիկ միշտ ձգտում են իրենց ազդեցությունը եւ կարեւորությունը մեծացնել։ Հետաքրքիր դիտարկում է։ Ի վերջո, ոմանց համար կրոնը պարզապես իշխանությունը պահպանելու լրացուցիչ միջոց է, որը կարող է հեշտ ու արագ շահույթ բերել։ 2024 թվականին այսպես կոչված հոգեվոր բարեկեցության հավելվածները ապահովել են ավելի քան 2 միլիարդ եվրոյի եկամուտ։ Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր 3 չափածներից մեկը օգտվում է նման հավելվածներից՝ աղոթելու, կրոնական տեքստեր կարդալու կամ մեդիտացիա անելու համար։ Շատերը նաև սոցիալական ցանցերում քննարկում են կրոնական թեմաներ եւ այդ ընթացքում տարածում են չափազանց անձնական տեղեկություններ։ Վիշտ, ֆինանսական դժվարություններ կամ մոտալուտ ամուսնալուծություն։ Հենց այսպիսի տեղեկություններ են, որ ԱՄՆ-ի եկեղեցիները որոնում են սոցիալական ցանցերի անձնական էջերում եւ դրա համար օգտագործվում է AI-ի ու տվյալների մեծ բազա։
քանի որ ճգնաժամի պահերին շատերն են հակված հավատքին։ Ժամանակակից եկեղեցական միսիոներների համար հավելվածները, որը վաճառում են առևտրային մատակարարները, կարող են թանկարժեք ինֆորմացիայի աղբյուր լինել համայնքների վերաբերյալ, ով որտեղ ում հետ է ապրում որքան ժամանակ, քանի երեխա ունի, ինչ ծագում կամ սոցիալական միջավայր։ Ըստ էության այս ծրագրերը վերլուծում են այն տվյալները, որոնք մարդիկ ինքնակամ հրապարակում են համացանցում եւ օգնում են պարզել, թե ով է խոցելի։ Սակայն խնդրահարույց է, երբ տվյալները պեղելը, որը մինչև այժմ հատուկ էր մարքեթինգի կամ քաղաքական քարոզարշավներին, բերվում է կրոնի դաշտ։ Իհարկե, կրոնական հաստատությունները միշտ էլ կիրառել են հույզեր առաջացնելու մարտավարություններ, սակայն այժմ դրանք բազմապատկվում եւ կատարելագործվում են տվյալների ընդարձակ բազայի կիրառման միջոցով։ Ի վերջո խոսքը վերաբերվում է խիստ անձնական տվյալներին, իսկ հանրային հաղորդակցության այս հավելվածները հատուկ մշակված են խոր ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց բացահայտելու եւ նրանց վրա ներգործելու համար։ Սա շատ նման է 21-րդ դարի միսիոներական գործիքակազմին համալրված արհեստական բանականությամբ, հավելվածներով եւ անձնական տվյալներով։ Վատիկանում Պապը կաթոլիկ հոտի հետ կապը պահպանում է այլ կերպ։ Click to Pray առցանց հարթակում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրավիրում է մարդկանց միասին աղոթելու։ Այստեղ աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալները կարող են հաղորդակցվել իրենց ապրումներով։ Եվ եթե դա էլ բավարար չէ, այժմ կարելի է նույնիսկ անմիջապես այցելել Վատիկան վիրտուալ իրականության մեջ։ Այո, ճիշտ լսեցիք։ Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը կարելի է տեսնել ավելի հեշտ, քան երբևէ, նոր դետալային 3D մոդելի շնորհիվ։ Շաբաթների ընթացքում դրոնները սկանավորել եւ լուսանկարել են տաճարները, կատարելով ավելի քան 400,000 լուսանկար, որոնք հետագայում ալգորիթմի միջոցով համադրվել են, ստեղծելով այսպես կոչված թվային երկվորյակ։ Այժմ գմբեթը կարելի է դիտել աշխարհի ցանկացած կետից, եւ սա ընդամենը մեկն է այս բազմաթիվ սրբավայրերից, որոնք այժմ հնարավոր է ուսումնասիրել առցանց։ Ինչու՞ չայցելել Բանգկոկի Ոսկե Բուդդային կամ Աբու Դաբիի Շեխ Զայեդ մզկիթը առանց տնից դուրս գալու։ Ուխտագնացությունը դեպի Մեքքայի սրբազան մզկիթ Մասջիդ Ալ-Հարամ իսլամական հավատքի հիմնասյուներից է, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ այդ ուղևորությունը։ Հաջն այժմ հասանելի է նաև վիրտուալ իրականության մեջ։ Իրականում այսօր գրեթե բոլոր կրոնները այս կամ այն ձևով օգտագործում են թվային տեխնոլոգիաներ։ Երբ ես Ճապոնիայում այցելեցի բուդդայական տաճար, ինձ դիմավորեց ռոբոտ քահանան։ Նրա անունը Մայնդա է, ալյումինից եւ սիլիկոնից պատրաստված անդրոիդ։ Ռոբոտ բուդդայական կարեկցանքի աստվածության կանոնի կերպարանքով։ Սակայն այս ռոբոտը պարզապես տեխնոլոգիա չէ, նա քահանա է, որը մեդիայի տարբեր միջոցներ համադրելով վարում է քարոզներ Ճեն բուդդայական տաճարում, Կենտոյում։ Մայնդարը ստեղծվել է Օսակայի համալսարանի հետ համագործակցությամբ։ Կես մարդ, կես մեքենա հիշեցնող այս ստեղծագործությունը իսկապես հեղափոխական է, չէ՞։ Սկզբում որոշ մարդկանց ռոբոտը շատ տարօրինակ է թվում, բայց երբ հետևում են 20 րոպեանոց արարողությանը, նրանց մեծ մասը հեռանում է Մայնդարին ընկալելով որպես բուդդայական ուսուցիչ։ 2019 թվականից ի վեր Մայնդարի քարոզները դարձել են շաբաթվա վերջի պարտադիր ծրագիր եւ ներկայացնում են բազմազան թեմաներ։ Հավատացյալների եւ պարզապես հետաքրքրվողների համար այս ամենը խոստումնալից է, քանի որ ժամանակակից ճապոնական հասարակության մեջ բուդդիզմի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Հույս կա, որ Մայնդարը կարող է վերակենդանացնել բուդդիզմի հոգեվոր գրավչությունը տեխնոլոգիաներին տիրապետող այսօրվա սերնդի համար։ Ինձ համար սա փոքր-ինչ տարօրինակ է, բայց նաեւ հետաքրքիր։ Հնդկաստանում հինդուական ծեսերը եւս արդիականացվում են եւ դա շատ մասշտաբային է դառնում։ 800 կիլոգրամ քաշով ավելի քան 3 մետր հասակ եւ զարմանալիորեն իրական տեսք ունեցող այս ռոբոտ փիղը զարդարված է գունագեղ հանդերձանքով հինդուական ծիսակատարության համար։ Կենդանների պաշտպանության Փիթա Ինդիա կազմակերպությունը այս կերպ փորձում է վերջ դնել կենդանների նկատմամբ դաժան վերաբերմունքին։ Ռոբոտ փղերի արժեքը մոտ 6000 եվրո է։ Ծիսակատարությունների ընթացքում փղերը հաճախ սթրեսի են ենթարկվում եւ այդ կրկնվող միջադեպերն են խթանել նորարարությունը։ Մենք ամեն օր ականատես ենք լինում ամենատարբեր դաժանությունների, տեսնում ենք ինչպես են փղերը դառնում անկառավարելի գրեթե բոլոր տաճարային տոնախմբությունների ժամանակ, որոնք անցկացվում են ամառվա ամենաթեժ օրերին։ Կարծում եմ մարդկանց մտքով երբեք չի անցել, որ կա այլընտրանք եւ որ կարելի է նման բան անել։ Սա իսկապես հեղափոխական քայլ է եւ մենք հույս ունենք տեսնել այն շատ վայրերում։
Մենք ապրում ենք էլեկտրոնային եւ տեխնոլոգիաների դարաշրջանում։ Ուրեմն ինչու չբարելավենք համակարգը։ Այս ռոբոտ փղերը կարելի է էլ ավելի կատարելագործել եւ մենք կարող ենք ապրել նույն զգացողությամբ, ինչ իրական փղերի դեպքում։ Այս մոտեցումը ես լիովին տրամաբանական եմ համարում։ Ի վերջո կրոնական ծեսերը բեմականացումներ են։ Այդ դեպքում ինչու չօգտագործել ռոբոտ։ Այն կարող է նույնքան տպավորիչ լինել, որքան իրական կենդանին։ Բայց եթե մի կողմ թողնենք ցուցադրական երթերը, ինչ կրոն կարող է լինել առանց մարդկանց շփման։ Ահա թե ինչու ավելի ու ավելի շատ հավատացյալներ սոցիալական ցանցերն օգտագործում են իրենց ուղերձները տարածելու համար։ Նրան անվանում են TikTok միանձնուհի։ Խոսեֆինա Կատանյոն այնտեղ ունի ավելի քան 200,000 հետևորդ, իսկ Instagram-ով ավելի քան 100,000։ Կատանյոն սոցիալական հարթակներում ակտիվ է 2020 թվականից։ Կարծում եմ իմ դերն է երիտասարդներին ուղղորդել դեպի Հիսուսը։ Դա է հիմնական նպատակը։ Ինչպես նաև մարդկանց ցույց տալ, որ միանձնուհիները բոլորի նման են, նորմալ, կյանքը սիրող եւ երջանիկ։ Այսօր 30-ամյա Կատանյոն Արգենտինայում գործող կաթոլիկ միաբանության անդամ է, բայց երբ նա սկսեց իր ճանապարհը սոցիալական ցանցերում, բոլորովին պատրաստ չէր նրան, թե ինչ է սպասվում իրեն։ Երբ առաջին անգամ ներբեռնեցի հավելվածը, ընդհանրապես չգիտեի ինչպես օգտագործել այն։ Ինձ այնքան ծեր էի զգում, որ ուզում էի մեռնել, հետո ասացի ինքս ինձ, չի կարելի այսպես, ես 24 տարեկան եմ, ինչ է արել քեզ այդ Մենաստանը։ Այդ ժամանակ սկսեցի YouTube-ում ձեռնարկներ դիտել եւ կամաց հասկանալ, թե ինչպես են աշխատում նման ծրագրերը։ Հետո նկարեցի իմ առաջին TikTok տեսանյութը, կարճ պարեր։ Դա սկիզբն էր։ Այդ ժամանակից ի վեր նրա տեսանյութերը երկար ուղի են անցել։ Նա արձագանքում է ընթացիկ թրենդներին, վարում է զրույցներ իր միանձնուհի քույրերի հետ կամ պարզապես երգում ու պարում։ Կամ բազմաթիվ սկեպտիկներ, որոնց դուր չի գալիս այդ ոճը, բայց դա իրեն չի կանգնեցնի, վստահեցնում է Կատանյոն։ Տեսանյութի կամ սոցիալական մեդիայի միջոցով ավետարանի քարոզը ինչպես կարող է ծիծաղելի թվալ։ Ավետարան հանրահռչակելը եւ դրա համար մարտավարություններ որոնելը, ինչպես կամ որտեղ երբեք ծիծաղելի չէ։ Կարծում եմ բոլորիս էլ ծանոթ է այն զգացումը, երբ շփոթեցնող իրականության մեջ փորձում ենք գտնել պատասխաններ։ Ահա թե ինչու հավատքի ազդեցիկ դեմքերից շատերը փորձում են առաջարկել պարզ եւ ուղիղ լուծումներ, ինչի շնորհիվ նրանք հայտնի են դառնում TikTok-ում եւ Instagram-ում։ Նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանրապես իրական հավատացյալների թիվը հետզհետե նվազում է։ Բայց զգոն եղեք, այս ամենը կարող է դառնալ նաև մոլորությունների եւ արմատականացման ուղի։ Մի բան հաստատ է, կրոններն այլևս չեն կարող գոյություն ունենալ առանց թվային տեխնոլոգիաների։ Ինչ եք կարծում դուք։ Սա բարելավվում է, թե պարզապես հերթական հնարք։ Այսօր այսքանը, կտեսնվենք։